Վերջին տարիներին Հայաստանում ուռուցքաբանության ոլորտում մի շարք խնդրահարույց հարցերի հետ կապված բացերը լրացրեց համընդհանուր ապահովագրությունը։ Այն արդեն շուրջ կես տարի է ձևավորել է նոր մշակույթ եւ համակարգ, որն ըստ մասնագետների զգալի թեթևացրել է քաղաքացիների առողջապահական բեռը։ Ինչն էր խնդրահարույց, այդ ֆինանսական կողմը։ Ցավոք քաղցկեղի բուժումը ինքը մատչելի չէ, հատկապես եթե կարիք կա համակցված բուժման, եւ այդ ֆինանսական բեռը ճիշտ է, պետությունը էականորեն վերցրել էր իր վրա, սակայն լրացնելու անհրաժեշտություն կար եւ այս համընդհանուր ապահովագրությունը անհամեմատ մեծացրեց մեր հնարավորությունները։ Գրեթե բոլոր վիրահատությունները ներառված են եւ կատարվում են համընդհանուր ապահովագրության շրջանակներում։ Ճառագայթային բուժման առումով մինչև 24 սեանս կատարվում է նորից առանց հիվանդի կողմից կատարման վճարման, իսկ դեպքերի մեծամասնությունում այդ 24 սեանսը բավարար է լինում։ Քիմիոթերապիայի հնարավորությունները ևս ընդլայնվել են թե դեղորայքի տեսակները եռապատկելով եւ թե տարեկան բուժման արժեքը մոտ 8 անգամ ավելացնելով։ Ապահովագրության շրջանակում ընդլայնվել է նաև ախտորոշման եւ հետագա հսկողության ընթացքում կատարվող հետազոտությունների շրջանակը, որը մասնագետի խոսքով միանշանակ կանդրադառնա բուժման երկարատև արդյունքների վրա։ Հնարավորինս շուտ ախտորոշման դեպքում բուժական հնարավորությունները մեծանում են։ Հաջորդ հատվածը երևի թե ոչ մատչելիություններ, ոչ հասանելիություններ։ Այ հասանելիության մեծացման հետ կապված, իսկ համընդհանուր ապահովագրությունը միանշանակ նպաստում է այդ հասանելիությանը, դիմելիության աճ է գրանցվում եւ բնականաբար կշարունակվի գրանցվել։ Երրորդ գործոնը, որ մարդկանց մոտ տպավորված էր, թե արտերկրում բուժական հնարավորությունները ավելի մեծ են։ Կարծում եմ արդեն ժողովուրդը համոզվեց, որ այդ գործոնը չկա եւ բոլոր ուղղություններով քաղցկեղի բուժման հնարավորությունները Հայաստանի Հանրապետությունում շատ ընդլայնված են եւ բավարարում են միջազգային ստանդարտներին։ Դեղորայքային ուռուցքաբանության մեջ ևս առաջընթաց կա։ Նախկինում պետպատվերով տրամադրվող ցանկին ավելացել է նորը։ Ավելացել են ոչ միայն բունքիմիոթերապևտիկ դեղորայքները, այլ նաև թիրախային թերապիան, որը նախկինում տրամադրվում էր միայն կրծքագեղձի քաղցկեղի առաջին փուլում։ Այսօր մենք այդ տարանջատումը կարողացանք անցնել եւ 4-րդ փուլում գտնվողները ևս ի շնորհիվ համընդհանուր ապահովագրության կարողանում են այդ դեղորայքը ստանալ։ Տարբերությունը նաև նախորդ տարեթվերի հետ ինչումն է, տարեկան, եթե նախկինում պացիենտը չուներ ոչ մի սոցիալական խմբի պատկանելություն, այն ցանկը, որը տրամադրվում էր պետության կողմից, այդ ցանկից ինքը օգտվում էր տարեկան 150,000 դրամի սահմանում դեղորայքով։ Եթե ուներ որևիցե սոցիալական խմբի պատկանելություն, ապա այդ գումարը կրկնապատկվում էր եւ պացիենտները այդ դեղորայքը ստանում են 300,000 դրամի սահմաններում։ Համընդհանուր ապահովագրությունով պացիենտները այդ գումարի չափը հիմա սահմանվել է 1,200,000 եւ կարծում եմ շատ տեսանելի է այդ թիվը։ Մասնագետն ընդգծեց, նախկինում պետպատվերով տրամադրվում էր քիմիոթերապևտիկ եւ թիրախային մոտ 16 դեղորայք։ Ապահովագրության շրջանակում այժմ ավելացել է եւս 13-ը, իսկ առաջիկայում ապահովագրությամբ նախատեսված ցանկի մյուս անհրաժեշտ դեղորայքները եւս հասանելի կլինեն։ Մի շարք կարևոր ներդրումների շարքում բաժանմունքի վարիչը նշեց նաև պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիան, որը նախկինում պետպատվերով չէր, իսկ այժմ համավճարի սկզբունքով պացիենտները կարող են օգտվել։ Այս հետազոտությունը բժիշկների համար կարևոր է, քանի որ այն ճիշտ բուժման մարտավարություն որոշելու համար առաջնահերթ է։ Գայանե Գաբոյան, Հովանես Մկրտչյան, Armenpress։